Հայաքվե քաղաքացիական միավորումը առաջարկում է կենսաթոշակների 50%-ով բարձրացում, հաշվել են դա կազմում է մոտ 175 միլիարդ դրամ հավելյալ գումար տրամադրել կենսաթոշակների ավելացմանը։ Առաջարկում են և հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները բարձրացնել 50%-ով և ծերության թոշակը բարձրացնել 50%-ով, ընդ որում առաջարկում են 2 տարում դա անել։ Ես ուզում եմ հասկանալ դա ինչքանով է իրատեսական ըստ ձեզ և տնտեսության վրա ինչ ազդեցություն կունենա։ Ուրեմն նախ ընդհանուր առմամբ եկեք հասկանանք, թե ինչի համար են Հայաստանում հարցները ավելի հարստացել եւ աղքատները ավելի աղքատացել։ Ընդհանուր առմամբ միջին աշխատավարձը Հայաստանում բավականին բարձրացել է, բայց եթե նայենք միջին վիճակագրական քաղաքացին ինձ է հավաքում, ինչ 2018 թվականին, ինչի համար, որտեղ 2018 թվականին եթե ենթադրենք Հայաստանում կար 5 քաղաքացի, որոնք ստանում էին համապատասխանաբար 1, 2, 3, 4 եւ 5 դրամ եւ միջին աշխատավարձը 3 դրամ է գալիս, այս պահին նույն 5 քաղաքացին ստանում են 1, 2, 3, 4 եւ 10 դրամ, ըստ այդմ միջինը բարձրացել է 4 դրամ, այսինքն հիմնականում հարուստները, որոնք 2018 թվականին ստանում էին 800,000 դրամ, 1 միլիոն դրամ, այս պահին 5 միլիոն դրամ են ստանում, այսինքն դա է հիմնական խնդիրը, իսկ միջին քաղաքացին գնաճին համապատասխան իր աշխատավարձերը եւ կամուտները չեն փոխվել, իսկ ինչ վերաբերվում է աղքատ կամ ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներին, իրանք ընդհանրապես անտեսված են, որտեղ վերջին տարիների ընթացքում իրենց օրինակի համար կենսաթոշակները չեն բարձրացել քանի տարի, եւ դա հիմնականում ավելի խոցել է սարքում, քանի որ եթե նայում ենք, նրանք ավելի շատ դուժում հիմնականում գնաճի միջոցով, որտեղ գնաճը ավելի բարձր է, ավելի բարձր տոկոսային քշրով է անդրադառնում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների վրա, քանի որ իրանք հիմնականում սպառում են սննդամթերքը, այսինքն իրանք զամբյուղի 50-60%-ը կազմում է սննդամթերքը, ասենք վերջին 2 տարիների ընթացքում մենակ ասենք կարտոֆիլը 67%-ով աճ է ընդհանուր բանջարեղենները 25%-ով աճ են արձանագրել, կաթնամթերքը բավականին աճել է, այսինքն 500 դրամից կաթնաշորը այս պահին 650 դրամ է, 500 դրամից կաթնաշոր օրինակի համար այս պահին 750 դրամ է, նույն ալյուրը, հացահատիկը, եւ նշանակում է, որ ցածր եկամուտ ստացողների կենսաթոշակը, աշխատավարձը ավելի քիչ է իրականում այս պահին, եթե ռեալ նայենք, կամ եղել է 2018 թվականին, այսինքն մենք ունենք հարուստների հարստացում եւ աղքատների ավելի աղքատացում։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանուր կենսաթոշակների բարձրացման, սա կարելի է անել 2 եղանակով, այսինքն ավելի սերտ ճանապարհով, ավելի լայն ճանապարհով, ենթադրում եմ, որ սկզբանե կարելի ավելի սերտ ճանապարհով, եթե ընդհանուր խոսում ենք ծերության նպաստի մասին, ապա այժմ մոտավորապես 40 միլիարդ դրամ գնում է դրան, այսինքն մոտ 20 միլիարդ դրամ ավելացնելով 50%-ը, դա բերելու է ընդհանուր 0.6% ընդհանուր բյուջեի ծախսերի բարձրացման, որը ավելի մարտել է բյուջեի համար, սակայն եթե մենք խոսում ենք բոլորի բարձրացման համար, ապա ընդհանուր այս պահին բյուջեում ենք 2-3% է կազմելու ընդհանուր բյուջեի աճի, դա պիտի որի դրա վրա հատկացվի, դա կարելի է կատարել 2-3 տարվա ընթացքում, սակայն պետք է հասկանալ, որ դա կարող է, այսպես ասած, հերիք չլինել եւ այլ ճանապարհներով պիտի մտածել ինչպես կարողանալ աջակցել ցածր եկամուտներ ունեցող խավերին, որովհետեւ այս պահին, ասենք, անտեսված են ցածր եկամուտներ ունեցող բնակչությունը, իրանք ավելի են աղքատացել, իսկ հարուստները ավելի են հարստացել։ Տնտեսության վրա ընդհանուր դրա ազդեցությունը ինչպիսին կլինի, հաշվի առնելով, որ առաջարկն այսպիսին է, որ ոչ թե բյուջեի հավելյալ ծախսեր անեն, այլ որոշակի տեղերից կրճատելով ծախսերը, խնայելով ավելացնեն թոշակներին, տնտեսության վրա սա ինչ-որ ազդեցություն կունենա ընդհանուր։ Եթե ընդհանուր ենք նայում բյուջեի տեսանկյունից, բյուջեն մի տեղից մյուս տեղը ծախսվում, սա իհարկե որոշակի փոփոխություններ կունենա ընդհանուր տնտեսության մեջ, սակայն դրանք կլինեն չնչին։